Երեք ծափաթաղից անհետ կորած երեկամյա Տիգրանի մայրը լրագրողների հետ զրույցում խոսել է, պատմելով, որ երեխային տեսել է ցերեկը ժամը 13:00-ի հատվածում։ Մայրիկին հարց են եղել, թե ով է առհասարակ զբաղվել երեխայի խնամքով։ Նա նշել է, որ երեխայի խնամքով հիմնականում զբաղվում էր իր ամուսնու քույրը, քանի որ ինքն աշխատում էր։ Հավելենք նաև, որ երեխայի մայրը լրագրողների հետ զրույցում չի կարողանում թաքցնել իր հուզմունքը և արտասվում է, նշելով, որ իր երեխան չէր կարող հեռու գնացած լինել։ Մայրը հավելել է, որ դեռևս որևէ տեղեկություն չկա։ Հավելենք նաև, որ եղբայրը ևս լրագրողների հետ զրույցում խոսել էր, պատմելով դեպքի մասին։ Այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ երկու եղբայրները գնացել են մոստի տակով։ Հետ վերադառնալիս եղբայրներից մեկը չի եկել, մյուսը վերադարձել է տուն առանց նրա։ Թե իրականում ինչը կարող էր պատճառ հանդիսանալ, որ փոքրիկ երեխան տուն չգար, դժվար է ասել։ Այն հարցին, թե արդյոք եղբայրներից մյուսը հայտնել է, թե ինչու իր եղբայրն իր հետ տուն չի եկել, մեծ եղբայրը նշել է, որ տվյալ երեխան չի կարողանում խոսել։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հայտնել ենք։ Գեղարքունիքի մարզի Ծափադաղ գյուղում երեկամյա երեխա է կորել, ինչպես Օրագիր Նյուզին են պատմել կորած երեխայի ընտանիքի հարևանները։ Երեկամյա Տիգրանը տան մոտակայքից է կորել։ Հարևաններից մեկն անանուն մնալու պայմանով պատմել է, որ երեխան կորել է նախորդին մանկապարտեզից վերադառնալուց հետո։ Ըստ նրա, ընտանիքում 5 երեխա կա։ Հայրը շատ խելոք մարդ է, բայց մայրն անընդհատ երեխեքին ծեծում է եղել, որ երեխեքին կապտուկներով ենք տեսել, պատմել է հարևանը։ Նրա խոսքով մայրն աշխատում է տեղի ռեստորաններից մեկում որպես հավաքարար։ Մորն իրիկունը ոստիկանները քաղմաս են տարել, չգիտեմ, խոսակցություններ կան, որ կարող է հենց մոր մատնել խառը լինի երեխու կորելու մեջ, պատմել է համագյուղացին։ Գյուղացիները նշել են, որ մայրը երեխաներին անուշադրության է մատնել, երեխաները միշտ եղել են կեղտոտ հագուստով, սոված, այդ պատճառով են, ինչպես պատմել է աղբյուրը, հնարավոր է երեխաներին տեղափոխեն մանկատուն։ Հավելենք նաև, որ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Ծափադաղ գյուղում երեկամյա երեխա է կորել։ Հավելենք նաև, որ նմանատիպ դեպքերը վերջին շրջանում Հայաստանում շատ են տեղի ունենում, ինչպես օրեր առաջ էլ հայտնեցինք, ամիսներ առաջ կորած այնուհետև գետում գտնված փոքրիկ Տիգրանի հայրն էր մահացել։ Պասաֆարյանը Facebook-յան էջում գրում է. համացանցում սգում են Մարմարիկում կորած եւ ապա ջրախեղտ եղած 2-ամյա Տիգրանի հոր Նորայրի մահը։ Մարդկանց սգալու անկեղծության մեջ չեմ կասկածում, միանում եմ բոլոր ցավակցական խոսքերին, աղոթքներին, բայց հիշում եմ, թե ինչպես ամիսներ առաջ հազարներով մարդիկ առանց գիտակցելու սեփական խոսքի հնարավոր ազդեցությունը հենց այս ընտանիքի անդամների համար քննարկումներում երբեմն անկաշկադ ու սուր քննադատության էին ենթարկվում նաև ծնողները, որ ուշադիր չեն եղել երեխայի նկատմամբ։ Տեղից էլ տղամարդու վիճակը ծանրագույն էր, երեխայի անհետանալուց րոպեներ առաջ վերջին տեսնողը նա էր եղել։ Ինչ գիտենք, թե նրանց տան պատերի ներսում ով եւ ում է մեղադրել, որ ուշադիր չի եղել։ Ինչ գիտենք, թե Facebook-յան մեկնաբանություններով գրված այդ հանդիմանանքներն ինչպես են սնուցել այդ ամենը։ Չեմ պնդում, թե սնուցել են, չեմ էլ կարող բացառել, որ ծնողները կարդացած լինեն ու իրենց կամ միմյանց մեղադրած լինեն, ով գիտե։ Նրանք էլ մեր նման մարդիկ էին, միգուցե գնացված սոցիալական ցանցերում ու փորձում էին անգամ սոցիալական ցանցերում կամ տեղեկություն գտնել, թե որտեղ փնտրեն երեխային կամ մխիթարանքի ու զորակցության խոսքեր լսեն։ Երկու բան ակնհայտ է. 1. Հայրը հոգեպես անասելի տառապել է ողբերգությունից ու չդիմացավ տառապանքներին, եւ 2. Բոլորը պետք է գերագույնս զգույշ լինեն իրենց ամեն բառի հանդեպ, մանավանդ որ այս օրերին բոլորը միմյանց հրախոխող են անում քրիստոնեական հավատքի, Աստծո համար։ Մի քիչ քրիստոնյա եղեք, գրել է Ստյոպա Սաֆարյանը։ Հավելենք նաև, որ երեք հայտնի էր դարձել, որ Մարմարիկում անհետ կորած ապա ջրախեղտ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը մահացել է։ Մայիսի 4-ին հաղորդվել էր, որ Մարմարիկ գյուղում կորել էր 2 տարեկան Տիգրանը։ Նրա մարմինը գտնվեց միայն 20 օր անց հենց Մարմարիկ գետում։ Մարմարիկ գյուղից հրապարակին հայտնել են, որ երիտասարդ տղամարդու մահվան պատճառը ինֆարկտն է։ Տեղացիները պատմել են, որ տղամարդը երեխայի մահվանից հետո ծանր առողջական վիճակում է հայտնվել։ Պարբերաբար բարձր ճնշում է ունեցել, իսկ ժամեր առաջ հերթական բարձր ճնշման արդյունքում ինֆարկտից մահացել է։ Հավելենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք ողբերգական դեպքի մասին։ Հիշեցնենք, մայիսի 4-ին հաղորդվել էր, որ Մարմարիկ գյուղում կորել էր 2 տարեկան Տիգրանը, նրա մարմինը գտնվեց միայն 20 օր անց Մարմարիկ գետում։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Վարույթը նախաձեռնվել էր քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով։ Նշենք, որ այդ օրերի ընթացքում, երբ փնտրվում էր փոքրիկ Տիգրանը, ժամանակ կեղծ լուրեր էին տարածվում համացանցում, թե գտնվել է Տիգրանը, թե զանգել են, սպառնացել են, որ Տիգրանը իրենց մոտ է եւ գումար է հարկավոր եւ նմանատիպ այլ տեղեկություններ։ Ընտանիքը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս հարցազրույցներով, նշելով, որ նման տեղեկությունները սուտ են։ Ընտանիքի հայրը լրագրողների հետ զրույցում ժամանակին ասել էր, որ չի հասկանում, թե ինչպես կարող է հայը հայի հանդեպ նման կերպ վարվել։ Ամիսներ առաջ այս պատմությունից մենք մանրամասներ էինք փոխանցել ձեզ։ Մայիսի 4-ին Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում անհետացած 2-ամյա Տիգրան Մանուկյանի հայրը Արթուր Մանուկյանը կիսվել է որդու անհետացման դեպքի վերաբերյալ իր մտահոգություններով։ Նա ասել է, որ ավելի հակված է կարծել, որ երեխային տարել են։ Նրա խոսքով, չնայած փրկարարները ջանքեր են գործադրում որոնելով Տիգրանին Մարմարիկ գետում և Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում, մինչ այժմ որևէ հետք չի հայտնաբերվել։ Նա ընդգծել է, որ գետից տարբեր կենդանիների դիեր են դուրս բերվել, սակայն իր որդու հետքը չկա։ Ոչ մի հետք չկա, այս ջրից ինչ ասես հանել են, կատու, գառ, հորդ, հավ, բայց փաստն այն է, որ երեխաս չկա։ Չկա կոշիկ, չկա շոր, իրենից ոչինչ չկա։ Ոչ մի վարկած էլ չեմ բացառում։ Կարողա տարել են, կարողա որն է, այսօր փաստը վկայում է, որ ես հակված եմ նրան, որ ավելի շատ նրան տարել են, նշել է փոքրիկի հայրը։ Տիգրանի հայրը նաև կեղծ է որակել դրամահավաքի մասին տեղեկությունները։ Օրեր շարունակ ֆեյսբուքյան էջերում տարածվում էին լուրեր, թե դրամահավաք է իրականացվում Տիգրանին փնտրելու համար։ Ինչպես նաև դրամահավաքի վերաբերյալ տեղեկությունն այն էր, որ գումարի դիմաց պահանջել են Տիգրանին։ Չգիտեմ այդ սայթերով յութուբով դնում են, թե ծնողներից այսքան գումար են պահանջել, դրամահավաք են կանում։ Ժողովուրդ ջան, չկա նման բան, ապա տեղեկատվություն է, մի հավատացեք, ասել է նա։ Նա նշել է, որ նման բան լինելու դեպքում ինքը անձամբ հայտարարությամբ հանդես կգա ու խնդրել է նաև, որ որևէ մեկը իրեն գումար չփոխանցի։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Մարմարիկ գյուղում 2-ամյա Տիգրանի առեղծվածային անհետացման դեպքով իրենք ուսումնասիրում են հնարավոր տեխնոլոգիական միջոցների կիրառման հնարավորությունները։ Նախարարը նշել է, որ դեռ նախորդ շաբաթ անձամբ է խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ, պարզելու թե արդյոք հնարավոր է որոշակիություն մտցնել դեպքի հանգամանքներում օգտագործելով տիեզերական լուսանկարներ։ Նրա խոսքով, վերջին օրերի ընթացքում Հայաստանի կառավարությունն ինտենսիվ աշխատանք է տարել միջազգային առաջատար տեխնոլոգիաների շուրջ 2 տասնյակ ընկերությունների հետ, սակայն մինչ այժմ ստացված տվյալներով եղած արբանյակային լուսանկարներից ամենանորը թվագրվում է ապրիլի 26-ին, ինչը բավարար չէ դեպքի ճշգրիտ պատկերը վերականգնելու համար։